Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը Shisha World ՍՊԱ-ն է։ Ընդհանուր առմամբ ադրբեջանական ծագման բենզին է Հայաստան ներմուծել երկու ընկերություն։ Առաջինը Megatrade ՍՊԱ-ն է, որը շահագործում է Ranoil բենզալցակայանների ցանցը եւ պատկանում է Նիկոլ Փաշինյանի թիմակից ՔՊ խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, որը ընդգրկված է Սիլ կոնցեռնի կազմում։ Երկրորդ ընկերությունը Shisha World ՍՊԱ-ն է։ Ըստ պետռեգիստրի տվյալների 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ Խիստ ուշագրավ է այն, որ նորահայտ գործարար ընդամենը 24-ամյա Սամվել Մկրտչյանը Նյուզեյեմի տեղեկություններով գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ Շողերինա Մկրտչյանի եղբոր Վահագն Մկրտչյանի որդին է, իսկ դա նշանակում է, որ սա Սամվել Ալեքսանյանի նոր բիզնեսն է, Ադրբեջանով անցնող ղազախական ցորենի նոր բիզնեսից հետո։ Նշենք, որ այս պահի տվյալներով ըստ լրատվամիջոցների տարածած տվյալների դեկտեմբերի 19-ին Հայաստան-Վրաստան սահմանը այրում կայարանով հատել է 22 վագոն ադրբեջանական ծագման AI-95 տեսակի բենզին շուրջ 1300 տոննա ծավալով։ Ադրբեջանական ծագման բենզինը վաճառվում է Ranoil բենզալցակայաններում լիտրը 130 դրամով, ինչը դեմպինգ է բենզինի 500+ շուկայում, իսկ ՏՄՊՊՀ-ն ակնհայտորեն լուռ է եւ քայլեր չի նախաձեռնում։